կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենացանկն է Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն է Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Հագցնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց Տարիներն անցան արագ ինչպես դասամիջոց Եվ դու, և ես Մենք բոլորով տալիս ենք հրաժեշտ մեր մանկությանը Եվ ասում մնանք տարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն է Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Պահը չկորցնես նրան ասել սիրուդ մասին Գուցե հենց այսօրվանից քայլեք դուք միասին Դեպի նոր կյանք անկեղծ սիրով Բայց կանգ առեք մի պահ ու դպրոցին ասեք մնաս բարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն է Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն է Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Na 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 Զանգն է վերջին Na 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 Ծանոթ փուլի սկիզբը Դուք կարող եք ավելի քան կարծիք Թող ձեր ճանապարհը միշտ կանաչ լինի Ձեր նպատակները իրականացնեք Ավելի բարձր չեն Anna.
Մոնիկա։ Հրար։ Սարգիս։ Madame
ձեզ, հարգելի տնօրեն, հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ եւ աշակերտներ։ Այսօր բացառիկ օր է։ Մենք ակնած ենք անցած ճանապարհի վրա եւ հայացք ենք գցում դեպի ապագան։ Այսօր, վերջին զանգի օրը, մենք նշում ենք ոչ միայն դպրոցի ավարտը, այլև մեր սեփական ինքնության կարևորագույն պահը։ Զանգը ոչ միայն մեր դպրոցական տարիների ավարտն է, այլ նաև կյանքի նոր փուլ սկսելու խորհրդանիշը, որտեղ արդեն մեզ սպասում են նոր մարտահրավերներ ու հնարավորություններ։ Դպրոցը սովորեցրեց մեզ արժեքներ, որոնք հիմք են ծառայելու մեր ապագայի համար, հանուն մեր համերաշխ անկախ ու հզոր հայրենիքի։ Մեր հայրենիքն ունի թավոտ պատմություն։ Նրա անունը հիշատակվում է այնպիսի հինավուրց քաղաքացիների կողքին, որը շատերը հիմա գոյություն չունեն։ Իսկ Հայաստանը կանգուն է։ Կանգուն է չնայած ամենին, ինչնայած կատարվել է այդ թավոտ պատմության ամենատարբեր թվակներում։ Հայաստանը թանգարան է, բայց երկնքի տակ, որը հոգեվանխոր արժեքներ է փոխանցում։ Բարեց սասունն ու ողջ աշխարհը հասկացավ, որ պարչ է սա։ Այլ մի երկրի քաչ պատմություն, ուր պատմությունն անգամ ունի հպարտություն։ Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդի, որ այս կամքով ու այս ջանքով պարել պիտի հասկացան եւ ասին իրուր ողջ աշխարհի հավաք է սասուն, բարի, դու դեռ երազ ունես կատարելու։ Վրեժ ունես պատմությունից դեռ հանելու, բարի, Գասպան գրքո ձեռքին է կարոտում, Սասնահողը վանհերքի է կարոտում, բարի, մինչև ողջ հայերին դու անբարես, և այս պարը մազիս լերնան լանջի պարես։
զբաղվելով մեր թվարկությունից առաջ 400-ական թվականներին այն քաղաքակրթության ամենահին կենտրոններից մեկն է։ Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ կորուստներ են ունեցել։ Հայաստանի պատմությունը մի մեծ մատյան է ողբերգության, որի էջերին հայ ժողովրդի ցավն ու տառապանքն է։ Բայց անկախ ամենիչից մենք կան։ Հայը շարունակել է գոյություն ունենալ այն հնագույն ժամանակներից մինչև այսօր։ Այս փոքրիկ եւ արևոտ երկրում շատ տեսարժան վայրեր կան։ Գառնու կաճառը, Գեղարդը, Էջմիածինը, Խոր Բիրապը, Տատևի վանքը, Սևանալիճը եւ այսպես շարունակ։ Այն ինավուս մշակութային ժառանգություն ունի, հարուստ է պատմական եկեղեցիներով, վանքերով, հուշարձաններով, սարերով ու ձորերով, որոնք մեր հայրենիքի պատմության լուր վկաներն են։ Աշխարհի մի փոքրիկ անկյունում գտնվում է մեր հայրենիքը, Հայաստանը։ Թեև քիչ է, բայց աշխարհի ամեն մի անկյունում ունենք շատ հայտնի հայեր, ովքեր իրենց գործունեությամբ միշտ բարձր են պահել հայազգի պատիվը։ Քիչ է, բայց ամեն մի դժվար պահին միասնական, մի մարդու նման ենք դառնում եւ ավելի ուժեղ, քան ցանկացած երկիր։ Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ոչ մեկից չենք երադասում։ Պարզապես մենք էլ պիտի ընդունենք, որ մենք, միայն մենք արարատ ունենք, եւ որ այստեղ է բարձրիկ Սևանում եւ տիկն իշ ճիշտ պատճեն է հանում։ Պարզապես Դավիթն այստեղ է գնվել, պարզապես Նարեկն այստեղ է գնվել, պարզապես գիտենք ժայռից վան կերտել, քարեջիների ձուկ եւ թռչունկավից, ուսուցման համար եւ աշակերտել, գեղեցկին, բարուն, ուսեմին, լավին։ Մենք մեզ ոչ մեկ իր չենք յադասում, բայց մեզ էլ գիտնենք, մեզ այն ասում, եւ ինչու պիտի չապարտանանք, կամ պիտի լինենք ու դեռ շարունակենք։ Տարի ընթացքում կարողացել ենք պահպանել մեր ազգը, կերոնը, մեր գյուր գրականությունը, մեր մշակույթը, ու թույլ չենք տվել ոչ ոքի խրել մեզանից օդարաշտությունը, երբեք չենք ոսել հույսն ու հավատը, մեր մարդկային արժեքները, որոնք սերնդից սերունդ փոխանցվել են հայ ազգի զավակներին, մեր անվաղ սերնդին, որոնց երակներով հայ երագին է հոսում։ Ինձ համար հայրենիքը սկսվում է իմ ընտանիքից, իմ ընկերներից, իմ սիրելիներից, իմ մտերիմներից ու իմ շրջապատից։ Հետո շարունակվում է իր պատմությամբ, իր ոգով, իր շնչով, մեր հնագույն ճարտարապետությամբ եւ հող ու ջրով։ Սա է իմ հայրենիքը, եւ ես չեմ կարող չսիրել այն։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, ապրում եմ Հայաստանում եմ ուսում եմ հայրենիքը ամեն մեկից մեջ է, դա այն մարն է, որտեղ ծնվել մեծացել ես, զարգանում ես, գիտելիքներ ես տանում, պաշտպանում այն, խնամում, ապատակը հայրենիքն է։ Մարդու տակում կա նվիրական ստացվիրք, որոնք երբեք է ոչիչով չեն մարում ու չեն փոխվում։ Դրանք են մայրակասային ու սերը հայրենիքի հանդեպ։ Ամեն մեկս պետք է իմանանք մեր հայրենիքի պատմությունը, հիշենք նրա անցյալը, ապրենք ներկայով ու տեխնենք ապագան։ Հայրենիք, որքան բարձր է հնչում այս բառը յուրաքանչյուրիս համար։ Ինչ է հայրենիքը։ Մեր պատմության հին ու նոր տարրերն են, մեր հողն ու քարը, ջուրն ու հուրը, գիրն ու երկը, որոնք այսօր վերածնված ու լեզու առած պատմում են իրենց մասին։ Ինչ է կերպը հրաշք կարող է համեմատվել այգան ու մոխրի վրա ստեղծված այսօրվա Հայաստանի հետ։ Այդ հրաշքի մի տեսք լեզու են առել նույնիսկ Հայաստաների տառապանքից ամրացած քարերը։ Շատ եւ ամեն տեսակի քարեր կան Հայաստանում, բայց այստեղ անգրակետ քար համարյա չես գտնել։ Վերջին երկիրը նրանցից որ մեկը կուզես եւ նրա վրա կտեսնես սրբագիր Մեսրոպյան տարեր, զարդ ու քանդակ։ Իսկ քանի հայոց քայլեր են տրվել ախոր հուշարձանների որներին եւ հավերժացել մարդուն զոհված հերոսներին։ Նրանց փառքնավոր է այդ քայլերի պես եւ հավերժ այդ ախոր հուշարձաններից հոսող չեն մնում։ Կանգը, անցոր, գետ մի վարկյան, աղբյուրի մոտ այս տնած։ Դեռնշխում իմ հայկական ուր եք գնաս այցի, կարկաչվում, նա անալը, երկի նման հայոց հողի, անցոր, ջրին ականջարը, երբ խոնարվիր, այս կոպով։
Դու չես լսում ծանոթ ձայներ, որ արցունք է սրտիս քամում, հերոսների ձայն ես ամեր, ովքեր աշջուն էին խմում և զոհվեցին մարդուն, հերու հողից այս բերկարած, որ չփոխել ոսող ընտի, մեր աղբորի ականարը։ Խմիր լստիր այս ծանի տակ, լուր ակարդիր ձայն ընջրի, և կլսես ձայները թանք կրվում զոհված մեր քաջերի, որ մերն ինչպես կրվի պահին, մեր թաղցալի, մեր իմաստուն, բեգում է մեր աղոթքը հին, դուր աշխարհի խաղաղություն։ Դուր ասում է հողը հայրանի, հայ զինվոր քեզ փակ ու երանի, դու վար օրինակ ես, որ նորից հերոսներ ծնվում են հայ մորից, լուր ցավում է հողը հայրանի, օրհնելով իր քաջ զավակներին, հայրենիքը մորպես աղոթում է, ամփորձանք լինես հայոց զինվոր, քո խիզախ անունը մեր սրտում է, մեր օրյա հերոսն ես փառավոր, հայրենիքը մորպես աղոթում է, այլ Աստված հեռու կույր գնդակից, մեր խաղաղ գիշերը քո ձեռքում է, հայ զինվոր անպարտ մեր բանակին, հայ զինվոր կյանքդ զոհեցիր հանուն կյանքի, խաչ դարձար գաղթում հայոց վանքի, քո հավատքն ուժեղ է թշնամուց, մահն է սարսափում քո քաջ ոգուց, կյանքդ զոհեցիր հանուն կյանքի, խաչ դարձար գաղթում հայոց վանքի, հայրենիքը մորպես աղոթում է, ամփորձանք լինես հայոց զինվոր, քո խիզախ անունը մեր սրտում է, մեր օրյա հերոսն ես փառավոր, հայրենիքը մորպես աղոթում է, Տեր Աստված հեռու կույր գնդակից, մեր խաղաղ գիշերը քո ձեռքում է, հայ զինվոր անպարտ մեր բանակին, հայ զինվոր։ Մեկ րոպեությամբ հարգենք հերոս հայրենիների հիշատակը։
Հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում ստեղծել է միակ զուգական մշակույթ, որը նախում է մեր արվեստում, երաժշտությունում, պարերում և բնության մեջ։ Հայաստան ասելիս այտերը սայրվում են, Հայաստան ասելիս ծնկները սալվում են, չգիտեմ, ինչու է այդպես։ Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, չգիտեմ, ինչու է այդպես։ Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, չգիտեմ, ինչու է այդպես։ Հայաստան ասելիս աշխարհին տունն է, Հայաստան ասելիս էլ մահմուր շունն է, կլինեմ, կմնամ այստեղ։ Մենք բոլորս էլ պետք է շարունակենք սերնդը սերունդ փոխանցել մեր մշակույթի գեղեցկությունը, մեր պատմությունն ու արժեքները, Հայաստանի անկախությունը, նրա հազորությունն ու գևորաշարը մեզ ցույց է տալիս, թե ինչպես մի ժողովուրդ կարող է ախտարել բոլոր փորձություններն ու պահպանել իր ինքնությունը, որքան էլ դժվար լինեն ճանապարհները։ Հայրենիքը համարում են սուրբ իմաստիկ, որը պիտի լինի բարեք հետի, զարգացած է խաղաղ։ Մենք ի վերջո այն ժառանգորդներն են, ովքեր գիտեն որտեղ եկել, որտեղ են գտնվում և ուր են գնում։ Մեր դերը որպես քաղաքացիներ կարևոր է դրա պահպանման ու առաջընթացի համար։ Հայրենիքը պահանջում է, որ մենք լինենք նրա պաշտպանները, պահապանները, բարեկներ ստեղծողները, որպեսզի հաջորդ սերունդներին ժառանգենք գեղեցիկ և անվտանգ երկիր։ Հայրենիքը ավելի շատ քան պարզապես մի տարածք է, այն մենք ենք, մեր ժողովուրդը, մեր ապագայի համար բարքա։ Հայրենիքը այդտեղն է, որտեղ կոսիշն է։ Հայրենիքը ոչ միայն հող է, այլ երկարստիկ մշակույթի պատմություն։ Հայրենիքը պարտականությունը, որ մենք պետք է կատարենք։ Հայրենիքը սերը, որ պետք է փոխանցենք սերունդերին։ Հայրենիքը հիշողություն է, որը մենք պետք է պահպանենք։ Հայրենիքը հույս է, որ մենք պետք է փեփայենք։ Հայրենիքը տուն է, որտեղ մենք միշտ վերադառնում ենք։ Հայրենիքը ոգի է, որ մեզ միավորում է։ Հայրենիքը ուժ է, որը մեզ ոգեշնչում է։ Հայրենիքը երազանք է, որը մենք պետք է իրականացնենք։ Այսօրվա առօրը նշում է մի մուսկից, բայց դա նաև մեզ հիշեցնում է, որ պետք է հավատալի մնանք մեր արժեքներին և մշակույթին։ Մենք որպես հայեր միշտ պետք է հիշենք, թե որտեղից ենք եկել և ինչքան կարևոր է մեր հայրենիքի ու մշակույթի արժեքների պահպանությունը։
Հայաստանը ոչ միայն դերներ կետեր ունի, այլև հարուստ է մարդկանցով, կրթությամբ ոգևոր աշխարհով։ Իսկ մեր դպրոցը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու 40 հիմնական դպրոց բակը այդ հարուստ մասերից մեկն է։ Այստեղ մենք սովորել ենք սիրել հայրենիքը, ընկերանալ, օգնել ու պատասխանատվություն կրել։ Մեր ուսուցիչները հայրենիքի իսկական ծառաներն են։ Նրանք մեզ միայն առարկաներ չեն սովորեցրել, այլ նաև հայ լինելու արժեք։ Մեր դպրոցը մի փոքրիկ Հայաստան է, իր տնօրենով, ուսուցիչներով, աշակերտներով եւ իր նպատակներով։ Մենք հպարտ ենք, որ սովորել ենք այս դպրոցում եւ իր միջոցով սիրել ու ճանաչել մեր հայրենիքը։ Դպրոցը կանգնած է լույսի պես շողացող, իսկ դռները բաց գիտելիքի կոչով։ Սա պարզապես չենք կարող գոհացնել, սա Հայաստանն է սրտի միանկյունով։ Ուսուցիչներն այստեղ խոսում են սիրով, հայրենիք են կերտում, խոսքով բարիքով, աշակերտը այստեղ կառնում է մեզ մոտ, իր հողն ու երկիրն է սերտում միշտ պարուսներ։ Դասերն ու խաղերը, ժպիտն ու ձայն, բոլորը միասին ստեղծում են մի տուն, թիվ 40 դպրոցն ու մանկության օրյան, Հայաստանի մի մասնիկ, մի փոքրիկ աշխարհ։ Հրաժեշտի խոսքեր են հնչում մեր անկեղծ սրտից, բարության խոսքեր, ջերմ ու թախծալի, բարության խոսքեր, որ 9 տարի մենք սովորեցինք ձեր սուրբ շուրթերից, եւ հիմա այստեղ այս վերջին պահի եւ վերջին անգամ մենք ձեզ ենք մաղթում մեր հոգու խոսքը։ Հարգելի տնօրեն, պարոն Հորձմյան, այս տարիների ընթացքում հասցեցիք ճանաչել ձեզ, ձեր բնավորությունը ու մարդկային տեսակ, գնահատել ձեր հոգատարությունը ու նվիրվածությունը։ Ձեր շնորհիվ մեր դպրոցը դարձել է այն վայրը, ու մենք սովորել ենք մենակ պատասխանատու քաղաքացիներ, ճիշտ անդամներ ու միմյանց նկատմամբ հոգատար մարդիկ։ Շնորհակալ ենք ձեզ մեր ջանքերը գնահատելու ու բարձրացնելու համար։ Երախտապարտ ենք ձեզ հոգատարության, ներողամտության, մեզ միշտ հասկանալու, սիրելու ու ներելու համար։ Շնորհակալություն, պարոն Հորձմյան։ Հարգելի ընկերչաները, շնորհակալ ենք ձեր ուշադրության, մեր խնդիրների սրտացավ մոտեցման համար։ Դուք եղել եք կամուրջ ուսուցիչների եւ աշակերտների միջև, անելով ամեն ինչ, որ մեր դպրոցական կյանքը լինի ավելի ներդաշնակ ու հիշարժան։ Հարգելի ընկերներ, ձեր շրջացավությունը մեզ համար ստացվում էր ամեն օր, թե տոնական միջոցառումներին, և թե ամենասովորական դպրոցական օրերով։ Շնորհակալ եմ ձեզ աջակցության և ջերմ խոսքերի համար։ Մեր հիշողությունների մեջ բարեկամած այն օրը, երբ մենք 9 տարի առաջ փորձեցինք դպրոց, եւ մեզ իշխեմ ուսամոս շփիտով հիմնավորել սիրելի կերամիկանը, եւ հենց այդ կախարդական շփիտը դպրոցը դարձրեց մերը։ Դուք եղել եք մեզ համար առաջին ուսուցիչը, մեր դպրոցական կյանքի առաջին ուղեկիցը։ Շնորհակալ ենք ձեզ, դպրոցը մեր համար տուն դարձնելու, մեր սերտը բնած տարածանаж դարձնելու, հոգատարության և սիրո համար։ Հարգելի ելույթներ, ձեր յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր դաս մեզ սովորեցրել ավելի քան ուղղագրությունն ու քերականությունը։ Դուք մեզ ցույց տվեցիք լեզվի հոգին, թե գրականության մեջ, թե խոսքում, շնորհակալ ենք ձեզ։ Հարգելի ընկերներ, շնորհակալ եմ բոլոր իքսերի, իգենքների ու կադրատների համար, որոնք իշխուսալվում միշտ ունել պատասխան։ Միայն պետք է ճիշտ ճանապարհով գտնել, շնորհակալ ենք ձեզ։
ձեր տասերն իմացել եք ճանաչել այս ժողովրդի ոգու մեջ ապրող հայքի ուժը։ Ձեր տածել եք պատերազմների ճակատամարտերի էջերով, շնորհակալ եք ձեզ։ Հարգելի Մարինա Միսակինա, ռուսաց լեզու դաշտարի հաղթամեր համարվող ուսումնական առարկա Արմինա Միշակին, նոր աշխարհ։ Ձեր տասերը երբեք միայն լեզվի կանոնների մասին չէին, նրանք կյանքի տասեր են, որտեղ սովորեցին մտածել, արտահայտել ուսումնի։ Հարգելի Ինգեր Շաբոյան, շնորհակալ ենք ձեզ անգլերեն լեզվի հանդեպ ձեր արթնացնելու և մեզ աշխարհին բացելու համար։ Ձեր դասերի շնորհիվ մենք ձեր բերեցինք հմտություններ, որոնք մեզ կուղեկցեն ամբողջ կյանքում, հաղորդակցվել, մտածել և երազել այլ լեզվով։ Շնորհակալ ենք ձեզ։ Հարգելի Ինգեր Աբրահամյան, դուք մեզ սովորեցիք հասկանալ գնահատել ու սիրել բնությունը, կենդանական ու բուսական աշխարհը, բայց ավելի կարևոր, կյանքը իր ողջ խորությամբ։ Դուք մեզ սովորեցիք, որ ոչ միայն նյութեր են արձագանքում իրենց, այլև մարդիկ, հայրենիքի միջոցով։ Շնորհակալ ենք ձեզ։ Հարգելի Ինգեր Մովսիսյան, դուք մեզ սովորեցիք, որ աշխարհը բազմազան է, գեղեցիկ։ Մեր միասին կատարած ճանապարհորդությունը փոփոխությունավորին հասնել ամեն նորությամբ, հոգատարության ու սիրով։ Ձեր համբերությունը, ձեր քարեզը վերացված օգնելոսի նման ասապան է։ Շնորհակալ եք ձեզ։ Հարգելի Ինգեր Հարությունյան, դուք մեզ ուղղորդեցիք դեպի բնության աշխարհ, որտեղ օրենքի չի խախտում, շարժումը համաչափ է, իսկ ճշմարտությունը հիմնված է փորձի վրա։ Ձեր շնորհիվ մենք ոչ միայն ուսումնասիրեցինք բնության օրենքները, այլ նաև սովորեցինք հաշվել, վերլուծել։ Շնորհակալ ենք ձեզ։ Հարգելի Ինգեր Հարությունյան, ձեր շնորհիվ մենք ոչ միայն սովորեցինք զարագրել կրել, համակարգի օգտագործել, այլև մտածել տրամաբանել, վերլուծել ու միշտ որոնել նոր նյութեր։ Դուք մեզ սովորեցիք, որ թվերի և պատերի աշխարհը նույնպես կասել, ստեղծագործություն ու մարդասիրություն։ Շնորհակալ ենք ձեզ։ Հարգելի Ինգեր Մանուկյան, մեր ուժեղ հոգի, մարդկական ոգի և կողմնակցությունը ձեր անձնանվեր աշխատանքի արդյունքն է։ Մեր յուրաքանչյուր սպորտային հաղթանակ ձեր հետևողական և հուսապահանջ աշխատանքի պտուղներն են։ Շնորհակալ ենք ձեզ։ Արգելի Ինգեր Աբրահամյան, մենք ապագայի զինվորներ ենք, շնորհակալ ենք մեզ ապագա պատրաստելու համար։ Անցած տարիներից ես հիշողության մեջ հեռացնալու եմ շախմատի դասերը։ Ճիշտ դուք մեզ սովորեցիք եք ոչ միայն նստակալներ անել շախմատի տախտակի վրա, այլ նաև կյանքում, համանորեն և վստահ։ Շնորհակալ ենք ձեզ։ Հարգելի Ինգեր Պողոսյան, ձեր դասերի շնորհիվ մենք սովորեցինք գործնական հմտություններ, ձեր բերեցինք ստեղծագործական մտածողություն և կարողացանք ինքնին աշխատել։ Շնորհակալություն ձեր չեր վերաբերության համար։ Հարգելի Ինգեր Քուչովյան, այսօր մեր կյանքի կարևոր փուլը ավարտվում է, և մենք հրաժեշտ ենք տալիս դպրոցին։
մեծ սիրելի անկում, որը դարձել է մեր գրտունը, բայց ամենակարպետ դասեր գիտելիքից և հիշողությունից առավել մենք մեզ հետ անում ծեցերն ու խորները։ Դուք եղել եք մեր կողքին ոչ միայն որպես ուսուցիչ, այլև առաջնորդ, ընկեր, կրթապահանջ, բայց երբեմն միշտ ոգրած լինել։ Դուք սովորեցրել եք մեզ հավատալ մեր ուժերին, պայքարել մեր նպատակների համար և երբեք չվախենալ դժվարություններից։ Որպես ամենաթան հուշերից մեկը։ Դուք մեզնից եք տվել, որ հաջողությունը միայն գիտելիքով չի գալիս, այլ նաև անկեղծությամբ, բարությամբ ու աշխատասիրությամբ։ Շնորհակալ ենք ամեն մի խորհրդի, ամեն մի խրատական խոսքի համար։ Մենք միշտ կհիշենք ու կփորձենք արժանի լինել ձեր տված արժանիքներին։ Թող ձեր սրտում նույնքան սեր լինի, որքան դուք եք մեզ տվել այս բոլոր տարիների ընթացքում։ Ֆուշ քրոջը, մանկավարժական կոլեկտիվի ողջ անդամների շնորհակալություն։ Շնորհակալություն անգին հուշերի, ջերմ օրերի, սիրո, հոգատարության ու ամենացորդ նվիրումի համար։ Շնորհակալություն մեր ծնողներին, ովքեր եղել են մեր կողքին և աջակցել են մեզ մեր բոլոր ձեռնարկումներում։ Շնորհակալ ենք, որ դուք կաք։ Shadows of the past, and I remember till the day I die. She may be the reason I survive, the one I went for I'm alive, the one I care for through the love and the ready years. Me, I take her love to her tears and make them all for where she goes, and look to me.
որ դպրոցական այս տարիները հիշողություն միայն չկրնան։ Ուսուցիչ բարի կողքին ինչ պետք է գրել, որ հաճելի լսվի։ Սիրելի հարգելի թանկագին, դեպելի բազում հրապուրիչ բարեր, ոչինչ մի գրել, ավելի լավ է ծով համբերություն։ Թեզիս բաներ բժիշկան երկիր, կաշխարեն լիներ մի քիչ ուսուցիչ, գիտեմ, կյանքում դժվար է համբերել, դժվար է կյանքում ուսուցիչ լինել, աշակերտ կյանքում շատ է լինում, բայց հազվադեպ է ուսուցիչ լինում։ Եթե մի օր կան ձեզ ասեն մոռացել եմ, չհավատակ։ Ձեզ մոռանամ գուցե լինի, բայց ասեն ոնց մոռանամ մանկությունս, կարոտներս 50 պահ, մոռանամ ձեզ հետ ապրած ամբողջ կյանքս, երազանքս, որ թողել եմ այդ օրերում, բայց տանում եմ իմ մեջ որպես մի նպատակ։ Սիրելի ուսուցիչներ, եթե մի օր կան ձեզ ասեն մոռացել եմ, չհավատակ։ Ձեզ մոռանամ ասել է թե մոռանամ մանկությունը։ Շնորհակալ եմ ձեզանից, ուսուցիչ, ուսուցիչ նախկին, ուսուցիչ ներկա։ Իր կորած սրտեր նախքում են ձեզ, հինգ անդրդուշ մի երդ լուսե ապագա։ Խոսքերն այսօր քիչ են շատ։ Այսօր անզոր ենք խոստումներ տալու։ Հուզված ենք, քանզի բաժանվում ենք մենք, թողնելով ձեզ ուր միջոցառումներս մեր։ Թողնում ենք նաև մեր շունչը ձեզ հետ, որպեսզի ապրենք ու շնչենք ձեզ հետ։ Մնաս պարոն մանկություն, մնաս պարոն իմ դպրոց, մնաս պարոն նստարան, իմ ինամյա բարեկամ, մնաս պարոն դասարան, իմ խնդության օրորոց, հեռանում եմ ձեզանից, ես գնում եմ դեպի կյանք։ Մնաս պարով իմ խոհն ուսուցիչներ ժպտերս, տվի կանգեք մանուկիս, հասուն փետուկի դիցում, բաժանում եմ ձեզանից, կյանք եմ մտնում այսօր ես գնում եմ հերուներ, դուք մնացեք միշտ խնդում։ Իմ ընկերներ ժիրաջան, բաժանվում եմ ձեզանից, կյանք եմ մտնում այսօր ես, ձեզ երբեք չեմ մոռանա։ Դուք եք եղել ինձ նեցուկ, դուք եք սրտանց օգնել ինձ, և դուք երբեք իմ մտքում իմ սրտից չեք հեռանա։ Հեռանալով ձեզանից խոսք եմ տալիս այսօր ձեզ, հպարտանալ ձեզանով, ձեր պատիվը միշտ պահել, լինել երկրի սարժանի քաղաքացի քաջասիր, նրա սահմանն անել և դրոշը պաշտպանել։ Մնաս պարոն մանկություն, մնաս պարոն իմ դպրոց, մնաս պարոն նստարան, իմ ինամյա բարեկամ, մնաս սիրելի, մնաս պարոն սիրելի ուսուցիչներ ամոռաց, դուք միշտ պարոն մնացեք, ես գնում եմ դեպի կյանք։ Սիրելի շրջանավարտներ, այսօր ձեր կյանքի կավապուրես մեկը նավարտվում է, թողնելով հիշողություններով, լի էջեր, անմոռանալի պահեր, ընկերների ժպիտներով, գողոված ուղիներ։ Հավատում ենք ես, հավատում ենք, որ դու կարող եք առուտես ես սեփական ճանապարհ, լինել լավ մարդիկ և չմոռանաք, որտեղից եք սկսել։ Այսօր ձեր պայուսակում այլևս կրկեր չկան, բայց կան հիշողություններ, փորձ, երազանքներ ու նպատակներ։ Դուք գնում եք դեպի անհայտ, բայց ձեր մեջ արդեն կա ուժ, որը ձևավորվել է այս դպրոցում, ձեր ուսուցիչներից։
սիրով ու ծնողների հավատով։ Հրոսն այսօր ճանապարհում է ձեզ վստահ լինելով, որ դուք պատրաստ եք քայլել դեպի նոր պարտումներ, յուրաքանչյուրի մեջ կրում է յուրադուգուժ ու տաղանդ, որը վաղը կդառնա մեր երկրի հպարտությունը։ Մարդուն է ձեզ անվեց հաջողություններ, նորանոց երբերներ, բայց առապատա ու հավաս երպատան ուժերի կատվում։ Թող կյանքում անցիմող փորձությունները միայն ուժեղացնեն ձեզ, իսկ ձեր երազանքները քայլ առ քայլ դառնան իրականություն։ Թող ձեր կյանքի ճանապարհը լինի լուսավոր ու բարի սիրելի շրջանավարտներ։
մեկ զանգով ավարտեց մանկությունս։ Նորնայական թավցություն էր իր մեջ բաղում։ Հիմա քայլերս ինձ կտանել մի ուրիշ աշխարհ, որտեղ ես ինձ այնքան մենակ կզգամ, առանց իմ մանկության հետնաթի։ Թողնում են և լաց, և ծիծաղ, հավերժությամբ ու կյանքի մի մաս։ Թողնում ենք այստեղ խոզում տերթախուս մանկական խաղեր մանկու օրոքից։ Թողնում եք ընկերը, կերուի, ուսուցչուի սիրվա։ Թողնում ենք կարան չերնություն, ես է ինչու չեն ներել են ես տխորը։ Թողնում գնում ենք զարմացած ասպես իքպեշնի կանցանի նկարները մեր։ Թողնում ենք մեր սիրելի դպրոցը և մանկությունը, գնում ենք ուրիշ դպրոց և պատանեկություն, ձեր բերած գիտելիքների համար հայտնում ենք խորի շնորհակալություն։ Թափել են մեր հոգու թռները, խորն են մեր սերն ու կարոտը, դժվար է պահը, դառը բաժանումի։ Հարազատ եք դողում մանկության օրակ դեմենաս բարով։ Դեմենաս բարով, այլևս անցան տարիներ, վերջին անգամ հնչիշ դպրոցական վերջին զանգ։ La
ինձ երեխաներ, ես ուզում եմ հիմա խոսքեր ասել ոչ թե պաշտոնական ռեգլամենտը պահելով, այլ ուզում եմ խոսել, ոնց խոսել ձեզնից ներկա։ Նախ շնորհակալ եմ հրապարակությունից հետ, որովհետև ձեր այսօրվա օրնական միջոցառումը հաջողեց, որովհետև բոլորը մի գաղափարը շփվեցին։ Այսինքն, եթե բոլորը տերում էին մի գաղափարը, դրա համար ամեն ինչ անցնելիս ինչպես դուք եք պատրաստում, ոսկորն ինձ սպասում։ Երկրորդ մենք դժգոհ Նախ շնորհակալ եմ ձեզ միշտ ասել եմ, կգրվում որ փոքրիկների հետ աշխատանքի կանոն բաղկացի, ուզում եմ հացահայտ հանել փոքրիկների նավահանգստը։ Այս երկրորդ գաղափարը ինքնին շատ հետաքրքիր առաջացրեց, բայց հայկական լեզվից հետապված պատկերացրել ինչքան հետաքրքիր կլինեն, որ փոքրիկները ավարտել, դուք արդեն հասնում մարդիկ այնտեղ նստած իրենց սապահարել ու հիշեք, որ դուք իրանց համար կարծել եք լավագույն օրինակը, ես միշտ ասում եմ, չէ, որ դուք պետք է լինեք օրինակը, որ ձեզնից ուսուցիչը, դպրոցը, տնօրենը, տնօրենի տեղակալները ուսուցիչների ձեր համար օրինակ, դուք դառնաք այն օրինակը, որ փոխել է ոգեշնչեն ձեզանով։ Ուզում եմ, որ մի ամբողջությամբ հիսტორիկա դուք երրորդ թե չորրորդ класսում եք, յուրաքանչյուրի հիշում եմ, անկեղծ բոլորի հիշում եմ, ու յուրաքանչյուրի համար անկեղծ ցավացել եմ ոչ միայն ես, այլ նաև ձեր հասկերը, ու ուզում եմ միշտ հիշեք այս ոսկերից ուշացված, որ հավատացեք հասկերը ձեր երկրորդ հանն է, որովհետև ինքս պրոգրամի Ատասարանի Գերազարյանի հետ ավելի շատ ժամանակ անցկացրեք, ուզում նաև ավելի շատ հարցեր ըստեղ իսեր եք ասկեք իրեր քան տնօրների։ Ուզում եմ գնահատեք իմ աշխատանքը նիստերից դուք կանում եք, ու եթե հիշում եք պարոն Ազգուտի մեր հետաքրքիր խոսք նշեց, դուք բոլորը իրար հետ մեկ ամբողջ կյանքի կապրել։ Ուզում եմ, որ դուք առաջին ինքներդ ձեզ շնորհանան։ Շնորհավորում եմ բոլորին։ Շնորհավորում եմ բոլորին, որտեղ շնորհակալ երկրորդ աստիճանը համարվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ արդեն ավանդույթ դարձած վերջին զանգը միշտ մնալու է ձեր կյանքի ընթացքում հիշողությունների մեջ և ձեր մեջ անպայման արտացվելու է այն վառ հիշողությունները, որ կապված են ձեր սիրելի և ներողամիտ ուսուցիչների հետ։ Հուսով եմ, որ մեր դպրոցում ստացած ձեր գիտելիքները օգնեն ձեզ նոր կյանք մտնելու և ձեր սիրելի ծնողների հույսերն ու ակնկալիքները իրականացնելու համար։ Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեզ համար արդեն հարազատ դարձած կրկոջախին, որտեղ անցել է ձեր մանուկության ամենաբարդ ուշերը, ամենալավ տարիները, որոնք այլևս երբեք հետ չեն գալու։ Եվ գուցե ինձ նման դուք եք տարիների հերբից հիշեք Սահյանի հետևյալ խոսքերը. տարիներս, ուր մնացին տարիներս, իմ սաղն ու տակ, ծուր ու շիդակ, խելք ու խելակ, դպրոցական տարիներս, ձեզ բարի երկ և կանայք